Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը MMA-ի աշխարհի եռակի չեմպիոն Դավիթ Խաչատրյանն է։ Բարև ձեզ, Դավիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Հաճույքով։ Դավիթ, ռինգում ամեն ինչ պարզ է, կամ հաղթում ես, կամ պարտվում, բայց կյանքի ռինգում ամեն բան բարդ է։ Ու ես այսօր ուզում եմ ձեզ բացահայտել ոչ թե ռինգում, հա, այլ իրականում թե ինչպիսին է Դավիթ Խաչատրյանը կյանքում։ Ուզում եմ ձեր թույլտվությամբ վերադառնանք ձեր մանկության տարիներ, սովորաբար երբ երեխան ունենում է այդ ճարպկությունը սպորտսմենի, հենց մանուկ հասակից ասում են, որ սպորտսմեն է դառնալու։ Ձեր դեպքում ինչպես եղավ, երբ հասկացաք, որ ձեր ճանապարհը հենց սպորտով պետք է շարունակվի։ Ճիշտ ասած, փոքր վաղտից սիրել եմ սպորտը, սաղ կյանքս 32 տարի է սպորտի մեջ եմ, 38 տարեկան եմ, 6 տարեկանից առանց ընդմիջումների պարապել եմ միշտ, սիրել եմ, ինչքան սպորտ կա աշխարհի տակ ելևի պարապել եմ։ Ինչպես կայացվեց որոշումը այս ճանապարհով գնալու։ Միջև ես կարատե էի պարապում, ճիշտ ասած, կարատեն դե կոնտակտ չի, այդտեղ ուժեղ խփել չկա։ Մի անգամ տեսա կռիվները, էս մեր ջուջիցուի, ջուջիցու էր կոչվում, կիմոնոյով, բայց էլ այդ նույն խառը կռիվներ։ Դուրս եկավ, տեսա իրար ծբխում են։ Ու տենց գնացինք այնտեղ։ Այսինքն ձեզ գրավեց այս սպորտաձևի մեջ հենց ուժը։ Կոնտակտը էլի, որ խփում են իրար ուժեղ։ Իսկ կարատեի մեջ ուժեղ խփել չկա։ Ինձ հետաքրքիր է, հիշում եք ձեր առաջին հաղթանակը, երբ արդեն զբաղվեցիք խառնամարտով, հա, որը եղավ ձեր առաջին հաղթանակը։ Առաջին պրոֆեսիոնալ հաղթանակը իմ եղել է 16 տարեկանում, ինձ 16 տարեկանում չէր թույլատրվում պրոֆեսիոնալ։ Ինձ սարքել են 18 տարեկան, այն ժամանակ նոր Հայաստանում ելել էր Տորնադոն։ Գրում էին ինձ 18 տարեկանի տակ, ելնում էի 16 տարեկան էի, կռվում էի, առաջի հաղթանակը տեղա էլ է հիշում եմ։ Վստահ եմ, որ այդ ուժեղ հարվածելուց բացի նաև ուժեղ հարվածներ եք ստացել, այդ փոքր տարիքում, երբ նոր եք սկսում այդ ճանապարհով գնալ, ուզում եմ հասկանալ այդ դեպքում ընտանիքի արձագանքը։ Սովորաբար մայրիկները մի քիչ ավելի նուրբ են վերաբերվում, հետաքրքիր է ձեր դեպքում ինչպես էր եւ արդյոք ժառանգական է ձեր ընտրությունը դեպի սպորտը։ Ժառանգական չի, մեր ցեղից ոչ մեկ սպորտսմեն չի։ Բացահայտումը ես եմ աշխարհում բացահայտումը դուք արեցիք։ Բայց մաման միշտ կռիվ արել հետս, դե լավ թարգի, արի մի բան սովորի ավելի շատ, բայց դե միշտ էլ բալետ արել դրա հետ մեկտեղ։ Շահագրգռել ավելի շատ դուխատվել։ Դավիթ, հետաքրքիր է, երբ այսօր հաղթում եք, իսկ դուք բազմաթիվ հաղթանակներ եք գրանցել մինչ օրս, ում մասին եք առաջինը մտածում, ով է այն ուժը, երբ հաղթելուց հետո առաջինը իր մասին եք հիշում ու մտածում։ Հիմա ճիշտ ասած, հենց վերջանամա ուշք ու միտքս աղջիկս ու տղես են, որ գիտեմ նախ նայում են, ինչ ուրախ են, բայց միջև այդ ես իմ հետի մի հատ այնց զգացողություն ա, որ էդի ոչ չկարամ բացատրեմ, ոչ էլ ինչ-որ մեկը կհասկանա կյանքում, ովքեր այդ դրա մեջով չեն անցել։ Դե մի հատ յուրահատուկ բան է, մի հատ այնպես թեթևություն ես զգում, որ ուրիշ ոչ մի բանից տենց բան չես զգա։ Ես միջև բոյնել նորմալ է, ոչ լարվածություն կա, ոչ բան կա, շաբաթներով, միջև վերջի օրը, միջև վերջի րոպեները, լարվածություն չկա, բան չկա, բայց բան չես զգում, երբ որ վերջանում է բոյը պրծնում է, այդ ժամանակ այնպես ես զգում, որ այնքան ես թեթևաց է, այնքան լավ ես քեզ զգում, որ անբացատրելի է, այդ մենակ սպորտսմենները ինձ կհասկանան։ Խոսեցիք ձեր աղջկա մասին, ես ձեր Instagram-յան էջում նկատել էի նրա տեսանյութերից մեկը, թե որքան էր ոգևորված երկրպագում հայրիկին, կարծում եմ այդ տեսանը մեկ անգամ տեսնելուց հետո բնականաբար ռինգում հաղթելուց հետո նա է գալու ձեր մտքին։ Էդի հենց Պրիմո Եֆիրով ինձ ինքը նայում է, իրականում այդ ժամանակ կպտում եմ, այդ ժամանակ նայում է, ու այդ վիդեոն էլ ես միշտ բոյից առաջ որ պետք է ինձ տրամադրեմ, ես այդ վիդեոն հիշում եմ միշտ ու ավելի ագրեսիվ եմ դառնում։ Շատ հայրիկների թույլ տեղը աղջիկներն են ամեն դեպքում։ Գիտեմ, աղջիկս նայում է, վсё, պետք է փրթեմ, ձև չկա, ինչ կլինի, գազ։
Դավիթ, հետաքրքիր է, գիտեք որն է, ես նկատեցի, որ դուք բացի հաղթանակը գրանցելուց, նաև մտածում եք սիրուն, ինչպես դուք եք ասում, սիրուն գամ այդ կետին, որ սիրուն հաղթեմ։ Ուզում եք հետաքրքիր մարդ ցույց տալ, որովհետև մեկ անգամ հարցազրույցներից մեկում ասել եք, որ թողնում եմ նաև ինձ խփեն, որ հետաքրքիր լինի նաև հեռուստադիտողների աչքին։ Սիրում եմ զրելիշտի բոյ, որ կռիվ անենք, աբայոտնի, որ ինքը ինձ խփի, ես իրան խփեմ։ Այս օրինակ վերջի բոյս առաջի անգամը երկու անգամ կպանք մի օրվա մեջ, այդ ուղղակի մի հատ իմ ձևով, հա, մի հատ իր ձևով։ Իմ ձևով այնքան հեշտ կրեցի, մի հատ հարված չկերավ, вообще ուդար չկպավ։ Ո՞րն է ձեր ձևովը։ Իմ ձևով հենց MMA-ն է, որ բարբա, բոքս, ամեն ինչ սա միասին։ Իսկ ինքը բազովի բոքսոր էր, ուդարնիկ էր։ Просто որ հեշտ բրծավ բոյը, հարված չկերան, ինձ вообще даже չուրախացա, ոնց որ իմը չլներ, պետք է կռիվ տալով կրեի, որովհետև այնքան շատ ենք չարչարվում այդ պատգոտովկեքի ժամանակ, որ այտենց հեշտ չի լինում, էլի, հաղթանակը։ Այստեղ դուք խոսում եք ձեր մասնագիտության, հա, ձեր ապրելակերպի, ձեր սպորտի մասին, հետաքրքիր է, ինձ մոտ համենայն դեպս հարց է առաջում, դուք իրական կյանքում եք այդքան ոչ թե ուժեղ, այլ ագրեսիվ բառը նշեցիք, հետաքրքիր է, դուք իրական կյանքում եք այդպես տաքարյուն, թե դա ուղղակի ռինգի դաշտից ներս է։ Մենակ ռինգում, չէ, իրական կյանքում ընկերներս կասեն, ընտանիքիս անդամները շատ հանգիստ են вообще։ Սովորաբար այդպես է, երբ ռինգի դաշտում այդքան ագրեսիվ են, այդքան բռնկվում եւ տաքարյուն, հակառակ կողմը ցույց են տալիս իրենց կյանքի ամենահարազատ եւ ամենատաք անկյուններում։ Ռինգ որ մտնում ես, ռինգի մեջը դառնում է քո սապերնիկը, դառնում է քո ամենավատ թշնամին։ Իմ համարը տենց է, որ ես իրան չխփեմ, մի հատ մարդն է ինքը այդ պահին, որ ես իրան չխփեմ, ինքը ինձ կխփի։ Ավտոմատически արդեն լրիվ մանավանդ այդ վիդեոն էլ հիշում եմ, աղջկա։ Դավիթ, սովորաբար հաղթանակը մարդկանց աչքին շատ հեշտ է թվում, շատ սովորական է, սակայն այն ճանապարհը, որը տանում է դեպի այդ հաղթանակը, միշտ բարդ է։ Հետաքրքիր է, այս դեպքում իրական ուժը հարվածների մեջ է, թե այդ ճանապարհին չկոտրվելու մեջ է։ Ամեն, ճիշտ ասած, պետք է ամենակարևորը վստահ լինես, վստահ խփես։ Պետք է պրոֆեսիոնալ լինես, համ կարենաս խփես, համ կարենաս խփվես, խփվելուց քեզ չկորցնես։ Եսի։ Ուզում եմ դուք պատմեք ձեր կյանքի այն ճանապարհի մասին, որը որոշակիորեն ձեզ համար բարդ է թվացել։ Դա հենց սկիզբն է իմ կարիերայի, որ նոր սկսել ենք Հայաստանից դուրս գնալ, շատ դժվար է, որ գնացել ենք Ռոստով առաջի անգամ, ես որտեղ որ կապել եմ, հիմա սաղ ինչքան Խաբիբից սկսած, Խաբիբը, Իսլամը, մնացած սաղ ուժեղ տղեկը, սաղ այդ նույն լիգայում կապել են իմ քաշի տակ։ Ես այդ ժամանակ вообще չեմ տեսել այդ օրգանիզացիայի պոեսը, այնքան հեռու է այլ ինձանից, որ չեմ պատկերացրել, որ կարամ վիզ դնեմ կյանքում այդ պոեսը կրեմ, այդքան հեռու է այլ է, բայց շատ մեծ դժվարությամբ ու վիզ դնելով հասել եմ երկու անգամ էլ այդ պոեսը գրել եմ։ Զգացողությունների մասին խոսեք։ Անփոխարինելի է, ես ոնց խոսամ, չեմ կարող բացատրեմ դա։ Դա նպատակ է, էլի։ Պետք է դնես, վիզ դնես, ուզես ամենաշատը ու ինչքան շատ ուզում ես, երկու այդքան էլ պարապես, որ հասնես քո ուզածին։ Ճղվելով։ Համաձայն եք ինձ հետ, որ այնուամենայնիվ ինչքան էլ հաջողակ լինես, աշխատասիրությունն է տանում դեպի հաղթանակը։ Համաձայն եմ, ես աշխատասիրությամբ եմ ասել ամեն ինչին, չի որ տված ուրիշ եմ ել, բնականից թույլ եմ ել, վիզ դնելով, պարապելով ուժեղացել եմ։ Դավիթ, սովորաբար ասում են, որ երբ բազմաթիվ հաղթանակներ ես ստանում, որոշակի առումով ինքնավստահություն է մոտդ առաջանում, փոխվում ես որպես թեկուզ որպես մարզիկ։ Ինչ է, որն է ավելի հեշտ ձեր դեպքում հաղթանակից հետո մնալ նույն մարդը, թե պարտությունից հետո նորից ոտքի կանգնելը։ Ճիշտ ասած, իմ համար տարբերություն չկա, իմ համար հաղթանակ կլինի, թե պարտություն կլինի, ես չեմ փոխվում։
Այդ իմ շրջապատի մարդիկ կարան ասեն խոնի խոսքերի, իմ մոտ ոչ մի բան չի փոխվում։ Սպորտը իմ համար առանձին կյանք է, որը ոչ մեկի հետ կապ չունի։ Կրեցի, իմ համար կրեցի, ոչ թե իրանց համար, որ մի հատ էլ իրանց հանդեպ փոխվեմ, չէ։ Սա ոնց կա, այտենց մնում է։ Իսկ արդյոք ձեր գրանցած հաղթանակները ավելի մեծ պատասխանատվություն են ձեր մոտ առաջացնում։ Ավելի լավը դառնալու, ավելին ձգտելու։ Ավտոմատ է, ավտոմատически տենց է թվում արդեն, որ հաղթում ես, վիզես դեմ պատասխանատվությունը այնքան մեծ է ուսերիդ, մանավանդ որ Հայաստանում ես կռվում, կապ չունի Սուպերլիգը տովա, թուլա, ուժեղա, այնպես պատասխանատվությունը, այդ բոյերից հետո այդ զգացողությունը, որ ասում եմ ես զգում եմ ռինգում հաղթանակից հետո 5 անգամ ավելի շատ առնեմ։ Իրականում քիչ առաջ էլ նշեցի, մենք տեսնում ենք պատկերը, հա, ինչա կատարվում ռինգում, նայում ենք, հետևում ենք, ոգևորվում ենք եւ ուրախանում ենք մեր հայ գրանցած հաղթանակով, բայց թե ինչ է կատարվում այն կողմում եւ ինչքան, այսպես ասած, պատասխանատվություն կա տվյալ մարզիկի ուսերին, դա միայն տվյալ մարզիկը կհասկանա։ Էդի ոչ մեկ, էդի սովորական մարդը, քո նման մեկը, որ այդ նագրոսկեն վեկալ է մի օրվա նագրոսկեն, որ վեկալ ես քո վրա, իմ արած, հաստատ սիրտը չի դիմանա 100%։ Ես հաստատ չեմ հաստատ։ Դու էլ չեմ գնացած տղեկն էլ, ովքեր դրա հետ կապ չունեն, այդ նագրոսկի տակ մտնեն, այն մինիմում մի ֆակտը կա, որ կետանի, ֆակտով մի բան դառնա։ Իսկ եղել է պահ, օրինակ, երբ հոգնել եք կամ փոշմանել եք, ասել եք այլ ճանապարհ, այսպես ասած, ինչպես ժողովուրդն է ասում, բռնեի, ավելի հանգիստ կապրեի, ես իմ բիզնեսները կունենայի, այսքան պատասխանատվություն չէի վերցնում։ Մեկ երկիչներին նայում եմ, հասկանում եմ ինչ է։ Ես էլ որ երկիչներին նայում եմ, ուզում եմ երկեմ, բայց ցավոք սրտի չունեմ այդ տվյալները։ Ես մենակ փոշմանել եմ, որ դպրոցում լավ չեմ սովորել, լավ պարապել եմ, որ ոնց որ պարապում եմ, այդպես է սովորեի ու իսկականից ժամանակ կա, եթե մարդիկ ասում են ժամանակ չունենք, որ պարապում ենք, չենք կարող սովորել, այնա դպրոցական տարիքում լիքը ժամանակ կա։ Փոշմանել եմ, որ չեմ սովորել, կուզեի լավ սովորացնել, լիքը լեզուներ իմանայի, կյանքում շատ է պետք գալի, որը փոքրները, ովքեր սպորտով են զբաղվում, իրանց մտածում են մենակ ես ու իմ սպորտը ու վсё, դա սխալ է, պետք է սովորեն լավ։ Ձեր դեպքում կարծում եմ օտար լեզուներին չտիրապետելն է որոշակի առումով նաև խանգարում ձեզ։ Հա, որ խոսալ չենք իմանում, ոնց որ լալը լինենք, ձեռով, ոտով մի կերպ հեռախոսով, թարգմանելով, բանով մի կերպ հասկացնում ենք ինչ պետք է, բայց դժվարը դեմացի մի քանի օր նայ, դա սովորում ենք, իրար հասկանում ենք։ Ու ամենակարևորը, որ որտեղ լինեմ, որտեղ լինեմ, ինչ ազգ լինի, հայերը խոսալ ինչ-որ չափով սովորացնում եմ իրան։ Կարևոր է, այո, որ դուք եք սովորացնում։ Վստահ եմ հիմա ձեզ հետևում են շատ երիտասարդ տղաներ, ինչ չէ նաև աղջիկներ, ովքեր ուզում են սպորտի ճանապարհով գնան եւ կարծում եմ, որ այս խորհուրդը նրանց շատ պետքական կլինի։ Շատ կարևոր է հաստատ։ Թող իմանան, թող սովորեն, անգրագետ չմեծանան մեր նման։ Իսկ առհասարակ ինչ կարող եք խորհուրդ տալ բոլոր այն տղաներին, ովքեր որ ընտրել են ձեր ճանապարհը։ Արդյոք այդ փայլփլուն հայտնիությունը, արդյոք այդ հաղթանակները, ինչու՞ չէ նաև վաստակած գումարները հեշտ է, այդքան հեշտ է, ինչքան որ թվում է ձեռք բերել։ Ես ոնց մտածում եմ, որ իմ համար դրանից դժվար գործ չկա։ Ես օրինակ իմ տղուն չեմ թողում սպորտով զբաղվի, զբաղվում եմ մենակ իր համար, չեմ ուզում սպորտով առաջ տա, որովհետև դա այնքան ֆիզիկապես, այնքան շատ պետք է չարչարվի։ Ամեն մարդ, ով որ ընտրել է սպորտը, պետք է հասկանա, չպարապի, ոնց որ սաղ պարապում են, պետք է պարապի այնքան լավ, որ ինքը հասկանա, որ իր սապերնիկները, իր պրացիվնիկները իր չափ չեն պարապում։ Եթե պարապեց սաղի նման պլյուս մինուս հաճելու է։ Պետք է պարապես սաղից լավ, սաղից շատ, ապրես դրանով։ Ամենադժվար գործն է իմ համար։ Ես տենց եմ մտածում։ Եթե ձեզ էլ չթողնեին, հետո չէիք մեղադրի։
Չեք մտածում, որ տարիներ անց հենց նույնը ձեր տղան, հա, որովհետև ես կարծում եմ, որ որոշակի առումով նաև արյան եւ գենով շարունակվում է շնորհը, այս դեպքում չեք մտածում, որ որոշակի առումով մի քանի տարի անց, հա, օրինակ ընտրի իրավաբանի մասնագիտությունը, չի ասելու, պապա, թողնեիր ես էլ քոպես հայտնի սպորտսմեն դառնայի։ Ես այդ պրոֆեսիոնալ սպորտը լրիվ առողջության հաշվին է, կասի, չասի, չանդամենաս։ Մեր տղեն։ Իսկ ինչպեսի հայրիկ է Դավիթը տանը, վստահ եմ, որ չեք կարողանում սպորտի հետ համատեղել շատ ժամանակ անցկացնել տանը, որովհետև ուզած թե չուզած տարվա մի մասը այլ երկրներում եք եւ այլն։ Կարողանում եք հասցնել վայելել նաեւ ընտանիքին։ Քիչ։ Հենց հիմա աղջիկս ունենց եմ կարոտել, տղուսել, բայց աղջիկս ավելի շատ։ Աղջիկս փոքր, այնքան շատ եմ կարոտել։ Տղաս դե տղա է, ինքը իր համար մեծանում է, շատ եմ սիրում։ Լավ էլ տղա է։ Բայց աղջիկս այն իմ սիրելունն է, աղջիկան պետք է սիրես։ Հերը պետք է աղջիկան սիրի, հո տղուն չես դնի գիրկը, չէ, դու շփաչես։ Աղջիկը, բայց աղջիկս համար գժվում է։ Այնքան դժվար է իմ համար, հիմա մտածում եմ մի բան սաստավատանեմ, որ շուտ ընդեղից կան մոտս միջև բոյս։ Դավիթ, իսկ ինչպեսի ամուսին է Դավիթը։ Դա նաև շատ հետաքրքիր է, վստահ եմ հեռուստադիտողներին։ Ես փորձում եմ բոլոր այն մարդկանց, ում անձնական կյանքը մի փոքր գաղտնի է։ Ոչ թե դիտմամբ է գաղտնի պահում անձնականը, այլ շատ չի խոսում պարզապես դրա մասին։ Դրա մասին պրոստը թեմա չի լինում, որ խոսամ։ Դա պետք է երևի կնիգս ասի, մի օր կնգաս կբերեմ հետս արտադրած։ Պայմանավորվեցինք։ Կասի, բայց ես երևի իմ համար կյանքում ամենից առաջինը ընտանիքը, նոր մնացած ամեն ինչը։ Ընտանիքի մարդ է։ Շատ լավ է։ Իրականում այդպես է, չէ, երբ նայում ես հայտնի մարդու տպավորությունը, թե իրականում թե նա ինչպիսին է, մի փոքր այլ է թվում, եւ վստահ եմ ձեր դեպքում էլ է այդպես, խաբուսիկ է։ Այդ հայտնիությունը շատ դեպքերում խաբուսիկ է։ Իսկականից դժվար է, որ միշտ կողքը տա, ամսով կողքը տա, մեկ էլ հոп գնացիր մի ամիս խոսքից բորի։ Չկա, գժվում ես, քունը չտանում գիշերները։ Վստահ եմ հիմա ձեզ հետևում են, աղջիկա հատվածը ամենայն դեպս չգիտեմ ինչու ինձ համար ամենահուզիչ։ Դե աղջիկը հոր փայն է, տղեն մոր։ Ու իսկականից էդի տենց է, որ աղջիկ չպետք է անպայման պետք է ունենա։ Դավիթ, ուզում եմ խոսել նաև կյանքի հարվածների մասին։ Դուք լինելով ուժեղ մարդ, ունեցել եք նաև կյանքում հարվածներ, որոնք շատ ավելի ուժեղ են եղել ռինգի հարվածներից։ Իհարկե։ Հա, շատ։ Ամենամեծ հարվածը կյանքի որտեղ եք։ Ես չեմ կարող ասեմ այդպես, բայց դե հաստատ այնպես դժվար մոմենտներ ալնում կյանքում, որ ասելու չի։ Շատ դեպքերում տպավորություն է, որ երբ մարդ ուժեղ է, երբ նմանատիպ հաղթանակներ է գրանցել, իր դեմ անանցանելի կետեր չկան, սակայն երբ այդ մարդու հետ ավելի անկեղծ միջավայրում ես խոսում եւ փորձում ես բացահայտել այլ տեսանկյունից, քիչ առաջ էլ ձեր ժպիտի հետևում թաքնված էր, այսպես ասած, այդ բարդությունները։ Չէ, կյանքանս բանա, որ չի կարողանաս դժվար բաները, սպորտային կյանքը մի հատ պերիոդ է, որ կարճ պրամեժուտը կա, կյանքի 30% երևի։ Մնացածը արդեն սաղ կյանքի հետ, բայց այդ ընթացքում էլ կյանքը հետը տա միշտ։ Ուզես չուզես պրոբլեմներ են լինում, լավորեր են լինում։ Եվ ուզում եմ իմանալ, թե ով է այն մարդը, ում կարծիքը ձեզ համար ամենակարևորն է, որպես սպորտսմեն։ Ես չգիտեմ։ Տեսախցիկներից այն կողմ կարծում, ձեր պրոդյուսերն է։ Մենեջերս է։ Մենեջերը, ով ասեցի։ Կարծում եմ շոֆերս է խապ։ Շոֆերս է։ շատ լավ։ Ընկերս է ավելի ճիշտ։ Ոչ մի բան, մենակ ընկերս է։ Մեկ օգտվում է շատ։
Վստահ եմ ընկերը շատ սրտացավոր են այս հարցից վերաբերված, այդ պատճառով էլ իր կարծիքը արտահայտեց եւ ուզում եմ հաղորդման վերջում տալ իմ ավանդական հարցը, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Առաջինը ընտանիքը հենց բացարձակ արժեք, որ սաղ ընտանիքում լավ լինի, ամեն ինչ տեղեկցած լինի, սա նորմալ լինի ու վсё, մնացածը արդեն ավտոմատ իր հունով ամեն ինչն էլ կընկնի տեղը, որ ընտանիքում ամեն ինչ լավ լինի։ Դուք կարողացեք ձեր ընտանիքին տա Աստված, շատ շուտ լինեք նրանց կողքին։ Շնորհակալ եմ գալու համար։ Հուսամ մենք շատ լսելու ենք ձեր անունը աշխարհի տարբեր երկրներում եւ միայն հաղթանակի դեպքում։ Շատ շնորհակալություն։ Եթերում բացարձակ արժեքներ կհանդիպենք։